կուսակցության։ Բոլորին դեմ եմ ժողովրդավարական կուսակցությունն ենք ներկայացնում։ Ես Պարտակ Տեմպյուրեղյան, Արամ Քոչարյան, Իշխան Գևորգյան։ Եկել ենք ամբողջ փաթեթը փաստաթղթերի մուտք անենք։ Քանի հոգուց է բաղկացած ձեր 87։ Նաև տեսանք վերջերս, որ ակտիվ քննադատվում էր ձեր կուսակցության մի անդամ, անունը չեմ հիշում, ով նկարում էր բոլոր իշխանության բոլոր ներկայացուցիչներից, հիմա այդ նաշտը ձեր մոտ է նորից։ Մելիք Վարդանյանի եթե ենթադրում եմ, Մելիք Վարդանյանը ինքը մեզ աջակցում է, հիմա էլ է շարունակում աջակցել, զուտ իր որոշումով որոշել է ցուցակում չընդգրկվի, որպեսզի այսպես ասած վնաս չտա, բայց մենք իրան դիտարկում ենք, որ մարդը որոշում է կայացրել այլևս չաջակցի իշխող ուժին ու միանա մեզ, ինչը դրական են գնահատում, որտեղ ուրիշ տարբերակ չեն գտնում, որով որ դու կարող ես հաղթել եղած իշխանությանը։ Իսկ ձեր առաջին համարը ով է։ Ես Բայց մեր մոտ առաջի համարը չի նշանակում վարչապետի տեխնացու, մենք առանձին վարչապետի տեխնացու ընտրություն ենք անելու, այդ ժամանակ կարա ուրիշ մարդ լինի։ Այսինքն այս պահին քաղաքացիները չգիտեն ով է։ Չունենք, ապրիլի 25-ից սկսելու է process-ը, մայիսի 1-ին արդեն վերջնական իմանալու ենք։ Ապրիլի 25-ին բացվելու է process, որով մարդիկ կարող են առաջադրվել։ Մենք վարչապետի տեխնացուի համար ունենք հատուկ պայման, որ ինքը պետք է ստորագրի 10 տարով ինքնասահմանափակող փաստաթուղթ, այսինքն հաղթելու դեպքում մեր վարչապետի տեխնացուն պետք է 100 օրվա ընթացքում մեր նախանշած օրակարգը իրականացնի, իսկ դրանից հետո նշանակի արտահերթ ընտրություններ, որին ինքը չպետք է մասնակցի։ Այսինքն պետք է գտնել մարդ, ով որ պատրաստ է այդ գործընթացը սկզբից մինչև վերջ իրականացնել։ Ապրիլի 25-ից է մեկնարկելու, դեռևս ոչ։ Շանսերը ինչպես է գնահատում, հաշվի առնելով, որ ամեն դեպքում ունեք ուժեղ մրցակիցներ, իշխանություն, ընդդիմություն, որը ևս ռեսուրսներ ունի, խոսքը գիտեք ընտրություններին մասնակցել է, ենթադրում են լուրջ ռեսուրսների մասին, դուք ինչպես եք գնահատում ձեր շանսերը։ Եվ քննադատում են ձեզ ձայներ փոշիացնելու պատրաստ լինելու։ Մենք կարծում ենք, որ Հայաստանում բավականին շատ բոլորին դեմ եմ քաղաքացիներ կա, այդ բոլոր տեսակ հարցումներն էլ ցույց են տալիս։ Մեր նպատակն է այդ մարդկանց շատ զգալի մասին հասնելու։ Այսինքն մեր քարոզարշավը ուղղված է լինելու այդ մարդկանց, ովքեր որ բոլորին դեմ են, իրենք կամ չեն գնում ընտրության, կամ վատի վատագույնի մեջ են ընտրում, մենք փորձելու ենք այդ մարդկանց ձայների զգալի մասը վերել մեր կողմ։ Իսկ պատրաստվում եք ինչ-որ ուժի հետ համագործակցել։ Նախընտրական, նայեք, բոլորին դեմ եմ բաց է բոլոր ուժերի հետ համագործակցելու։ Ցուցակի տեսանկյունից էլ չենք կարող որտեղ հանձնում ենք, բայց յուրաքանչյուր մարդ անհատ թե թիմ կարող է ընդունել մեր հռչակագիրը ու աջակցել։ Իսկ կան ուժեր, որոնց հետ բացառում եք ձեր համագործակցությունը։ Նայեք, մենք միայն համաձայնվելու ենք մեր օրակարգի շուրջ գործընթացներին, այսինքն չի լինել։ Մեր օրակարգը հետևյալն է, մենք իրականացնելու ենք 3 հատ փոփոխություն, 100 օր հետո անելու ենք նոր ընտրություններ ու պարտադիր այդ օրակարգի իրականացնողը պետք է լինի մեր վարչապետի տեխնացուն։ Այսինքն եթե ուժերը կհամաձայնվեն այդ օրակարգին հետ, մենք պատրաստ ենք աշխատելու։ Հիմա տեսեք, եթե օրինակ երբեք պետք է ընտրել վարչապետ քվեարկությամբ, կամ Նիկոլ Փաշինյանին, կամ օրինակ Սամվել Կարապետյանին եւ Ռոբերտ Քոչարյանին, դուք ում կընտրեք։ Նախ վարչապետ ընտրելը քվեարկությամբ չի, այսինքն օրենքով նախատեսված է, որ եթե չկա որևէ ուժ, որ հաղթարել է 50%-ը, եղած ուժերը պետք է իրար հետ կոալիցիա կազմեն, նշելով ով է իրենց վարչապետի տեխնացուն։ Մենք բոլոր ուժերին առաջարկելու ենք մեր օրակարգը մեր վարչապետի տեխնացուով։ Եթե ուժերը չհամաձայնվեն դրան, մենք ոչ մի տեղ անելու բան չունենք, իրենք կարող են գնալ երկրորդ փուլ։ Այսինքն որևէ մեկին չեք պատրաստվում միանալ, Ոչ, ոչ։ Իսկ քաղաքացիական պայմանագրի հետ համագործակցությունը հավանական է համարում, եթե իրենք ընդունում են ձեր պայմանագրը։ Եթե իրենք մեր ամբողջ օրակարգը կընդունեն, մեր վարչապետի տեխնացուն կլինի ու մենք մեր բոլոր process-ները մենք իրականացնենք, այսինքն որևէ այլ նախապայման չի լինի, մենք բոլոր ուժերի հետ պատրաստ ենք։ Միասին բոլորին դեմ չեք, հա։ Մենք բոլորին դեմ ենք։ Մենք այս օրակարգի շուրջ պատրաստ ենք, այո, մինչև մեր օրակարգի իրականացումը, այսինքն դա մնացածը պետք է ձեզ հարմարվեն ըստ էության։ Այո, այո։ Իսկ եթե մենք մեզ կապել ենք sense ասած։ Իսկ եթե ունեն 30% այդ ուժերը, ցանկացած կողմը ունի 30% օրինակ, դուք 7 Ինչու պետք է այդ ուժերը համաձայնեն ձեր օրակարգով առաջ գնալ եւ որևէ փոխզիջման պատրաստ չեք։ Որովհետեւ մեր օրակարգը 100-օրյա օրակարգ է ու ինքը ընդհանուր քաղաքական դաշտի համար ժողովրդավարության տեսանկյունից մի քայլ առաջ օրակարգ է ու մենք ընդամենը 100 օրով ենք ուզում ու նաեւ մեր վարչապետի տեխնացուն հաջորդ ընտրություններին չի մասնակցելու, այսինքն այնպիսի իրավիճակ չի լինելու, որ մեր վարչապետի տեխնացուն մասնակցի ու ձայների 70%-ը
բանանի, իր կողմ տանի։ Մեկ հարց, օրինակ Սերժ Սարգսյանն ասում էր, որ չեմ հավակնում վարչապետի պաշտոնին, եթե այդ խորհրդանական մոդելի անցնենք, երրորդ ժամկետի չեմ հավակնում։ Հիմա Սերժ Տեխնացուն էլ ասում չեմ հավակնում, բան եմ պատրաստ ստորագրել, բայց գնում է ու օրինակ ձեզ էլ խափելով պատրաստ համագործակցում է ուժերից մեկի հետ, ինչ եք անելու։ Այք մեր տեխնացուն նախ մենք ռեալիստ ենք նայում իրավիճակին, մենք իշխանություն չենք լինելու 60%-ով, այսինքն ավելի հավանական սցենարը ձեր ասած սցենարն է, որ մենք ինչ-որ տոկոս հավաքենք ու այդ սցենարում կարողանանք դաշինքով դառնանք։ Ներողություն, ձեր թիմակիցներից ինչ-որ մարդիկ համաձայն են քվեարկել վարչապետի տեխնացուներից ինչ-որ մեկի օգտին իշխանության ներկայացուցիչին կամ ընդդիմության վարչապետի տեխնացուին քվեարկությունով չի լինում, հենց այդ է։ Դաշինք կազմեն, ասեն մենք իրենց տեխնացուի շուրջ կհամախմբենք կոնսոլիդացիա գնանք քվեարկենք իրենց ընդդիմության տեխնացուի շուրջ, կամ իշխանության։ Մենք այտենց խնդիր չունենք դրված, մենք մեր անդամներին վստահում ենք, նման հարցի առաջ չենք կանգնելու։ Եվ վերջին հարցս շատ կան քննարկումներ, որ բոլորին դեմ եմ անվանումը կուսակցության մոլորեցնողը եւ մարդիկ կարող են մտածել, որ իրենք այդպեսով ոչ թե կուսակցություն են ընտրում, այլ ձեր առաջարկածը, որ հետո օրենքով ուզում եք առաջարկել բոլորին դեմ տողը։ Հիմա արդյոք չեք գտնում, որ իրոք մոլորեցնում եք քաղաքացիներին։ Նայեք, որևէ նման ձևակերպում օրենքի տեսանկյունից չկա մոլորեցնող, այսինքն այդ օրենքով նախատեսված չի եւ մենք գրանցվել ենք որպես կուսակցություն, այսինքն այդ իմաստով խնդիր չկա մեր մասնակցությանը։ Որտեւ եթե մոլորեցնող նայենք, շատ կուսակցությունների անուններ էլ կարանք ասենք, որ մոլորեցնող է, չի արտահայտում ամբողջովին այն ինչ որ իրենք ներկայացնում են։ Երկրորդ մասն էլ հետեւյալն է, որ մենք բոլորին դեմ եմ մարդու քվեն հենց այդ ձև արտահայտելու ենք, այսինքն մենք չենք մնալու մանդատներ ունենանք, թե հաղթանակի, թե պարտության դեպքում եւ մեր արած փոփոխություններից հետո ավելացնելու ենք բոլորին դեմ եմ քվեաթերթիկը ու հեռանանք, այսինքն այդ տեսանկյունից մենք ամբողջովին արտահայտելու ենք կարճաժամկետ իշխանություն եք ուզում։ Այո, այս փուլում այո։ Բայց օրինակ պետությունը նաև երկիրը պատրաստ է օրինակ 100-ը ընտրություններ կազմակերպի իրականացնի, դա հսկայածավալ աշխատանքի մասին է խոսքը, այսինքն այո։ Մենք կարծում ենք, որ ժողովրդավարության զարգացման տեսանկյունից այդ կարևոր քայլ է ու մենք դա պետք է անենք, անկախ ամեն ինչից։ Մի հարց եւս առաջացավ նոր։ Եթե ուժերից մեկը օրինակ համաձայնում է ձեր առաջարկած տարբերակն օրինակ 1% իջեցնել շեմը, բոլորին դեմ տող ավելացնել, պատրաստ եք այդ ուժի վարչապետին տեխնոլոգիային։ Մենք մեր ամբողջ օրակարգը ոչ թե ներառում է զուտ այդ կետերի փոփոխությունները, այլ նաև մեր գործողությունների պլանը, ինչի մեջ ներառում է մեր վարչապետի տեխնացուն։ Այո։ Բացի նժարից ելով է միացել այս նախաձեռնությունը։ Մեզ միացել է Հայկ Մանասյան, իրենց հիմնադիր ազատակարգ, այո, բժիշկ Հայկ Մանասյան, նաև միացել է Իրավական պետություն կուսակցությունը Վարդան Քալանթարյանի անունով, ասենք ասենք։ Շնորհակալություն։ Այս պահին ես։ Այսինքն կարող եք ներս Չէ, դժվար փոխվի։ Չէ, որ ասեք այս պայն։ Չէ, ես եմ առաջի համարը, բայց էլի որ առաջի համարը։ Բայց այդտեղ հատուկ Չէ, ամոթ չի։ Այստեղ զուտ հատուկ նշում անեմ, առաջի համար դա դեռ չի նշանակում վարչապետի տեխնացու մեր դեպքում, այսինքն մեր մոտ առանձին վարչապետի տեխնացուի ընտրությունը արվելու, որից հետո կհայտարարենք ով է մեր վարչապետին։ Կարա ինքը լինի ցուցակի, ասենք 10-րդ համարը, կարա ցուցակից դուրս էլ լինի։ Ես Մայիսի 1-ին։ Ամսի 25-ին սկսում է process-ը։ Գնեք, ես ճիշտ եմ հասկանում, դուք դասական առումով նախընտրական ծրագիր չունեք, տնտեսություն, արտաքին քաղաքականություն, անվտանգություն, ձեր հիմնական դա է, որ 100-օրից պետք է նոր ընտրություններ լինեն։ Այո, 100-օրից պետք է լինեն նոր ընտրություններ, որտեղ քաղաքական իրողությունն է փոխվելու, ինչպես նաև մենք իրականացնելու ենք 3 օրենսդրական փոփոխություն։ Այդ կայուն մեծամասնությունն ենք չեղարկելու, տոկոսն ենք իջեցնելու, շեմի անցողիկ 1% եւ ավելացնելու ենք բոլորին դեմ եմ քվեաթերթիկը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։